Ընտանիքը լիարժեք է, երբ կա երեխա, այդքան էլ չի համապատասխանում մեր։ Ոչ թե այդքան էլ չի համապատասխանում, այլ հակասում է քրիստոնեական ընտանիքի գաղափարին, որովհետև պսակի ժամանակ չեն լինում ամուսինը, կինը, տղամարդը եւ երեխան, այլում են կինն ու տղամարդը եւ խոստում են տալի մեկը մեկին եւ մեր աղոթքի մեջ էլ ասում են Տեր, եթե կամենաս ու այս մարդիկ երեխաներ ունենան։ Այսինքն ընտանիքը կնոջ ու տղամարդու միությունն է, բացառապես կնոջ եւ տղամարդու միությունը։ Ոչ կիսուր կեսրար եւ զոքաջաների տղամարդու ու կնոջ, ոչ երեխաների ու տղամարդու ու կնոջ, չգիտեմ, միայն տղամարդու ու կնոջ միությունն է ընտանիքը եւ պատասխանատվությունը ունեն ընտանիքի նկատմամբ, մեկը մեկի նկատմամբ տղամարդը եւ կինը։ Մենք պսակի ժամանակ Աստծո առջև կանգնում ենք ու խնդրում ենք, ասում ենք Տեր Աստված, մեզ մեկ դիտարկիր։ Այս երկուսից մեկ դիտարկիր։ Մենք չենք ասում այս 4-ից 5-ից մեկ դիտարկիր։ Այս երկուսից մեկ դիտարկիր ու դրա համար սա նաև են բոլոր ծնողների համարում երեխաները ամուսնացած են, հա, կապ չունի տղաները թե աղջիկները, պետք է կարևոր ազդակ լինեն հասկանալու համար, որ իրենց երեխաների ամուսնական կյանքը իրենց երեխաների ամուսնական կյանքն է։